Խոսենք 8 թվի սիրային համակեցության մասին 1-ից 9 թվերի հետ։ Այս համախումբը կազմում են 8, 17 և 26-ը։ Երբ 8-ը հանդիպում է 1-ին, այս միության կայացման գլխավոր գործոնը միմյանց գաղափարներն ու սկզբունքները հարգելն է։ Դա նրանց հաջողվում է ոչ միշտ։ Տարաձայնությունները անխուսափելի են, սակայն բարձր զգացմունքների առկայությամբ դրանք արագ հարթվում են։ Այս դեպքում սա թեև բարդ, բայց ամուր միություն է, նրանք ունեն ընդհանուր նպատակ բիզնեսի կամ այլ գործունեության ոլորտներում համատեղ ներդրումներ կատարելու համար։ Երբ հանդիպում է 8-ը 2-ին, այս համակեցությունում սիրո վերաբերյալ 8-ի նրբանկատությունը, երկուսի սերը որպես պատասխանատվություն զգալու կարողությունը նրանց կապը ամրապնդում է։ Սա փորձության ենթարկվող միություն է, երկուսը ցանկանում է լսել հուզական խոսքեր և քնքշություն, իսկ 8-ը հարաբերությունները կառուցում է չափավորության սկզբունքով։ Երբ 8-ը հանդիպում է 3-ին, սա կառուցողական և հեռանկարային համակեցություն է։ 3-ը հարաբերություններում բերում է լավատեսություն և թեթևություն, որը 8-ին օգնում է դուրս գալ ծանր մտքերից։ 8-ը 3-ին տալիս է հիմքեր, որի վրա վերջինս կարող է ստեղծել իր մեծ նախագծերը։ Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված կայուն համակեցություն է։ Երբ 8-ը հանդիպում է 4-ին, սա ամուր հիմքերով համակեցություն է։ Երկուսն էլ աշխատասեր են, լուրջ և հակված չեն դատարկ խոսքերի։ Նրանք փոխադարձ սիրո հիմքով ստեղծում են մեծ նյութական միջոցներ։ Կողմնակի դիտողին նրանց հարաբերությունները թվում են, թե սառն է, սակայն նրանց ներքին ջերմությունը իրար հանդեպ հիմնավորում է այդ կապի ամրությունը։ Երբ 8-ը հանդիպում է 5-ին, այս ծիրային համակեցության մեջ 8-ը անհանգստանում է 5-ի հաճախակի փոփոխություններից։ Սա դեմ է 8-ի պարտքի ու պատասխանատվության զգացմանը, ուստի նրա պահանջկոտությունը ճնշում է 5-ին և շփումներում նկատվում է սառնություն։ Այս համակեցությունը ամրապնդվում է այն դեպքում, երբ 8-ը ավելի ներողամիտ է 5-ի հաճախակի փոփոխության ձգտմանը, իսկ 5-ը հարգում է 8-ի սկզբունքները։ 8-ի և 6-ի միություն։ Սա լուռ համաձայնությամբ ստեղծված սիրային միություն է։ 8-ի կարծրությունը մեղմացնում է 6-ի սերը և ջերմությունը։ Սա 8-ին ավելի պատրաստակամ է դարձնում նոր ջանքեր գործադրել պահել այս միության կենսունակությունը և 6-ի տված սիրուն համարժեք սիրով պատասխանել։ Այս համատեքստում սա հաջողված սիրո համակեցություն է։ Երբ հանդիպում են 8-ը և 7-ը, հոգևոր լռության և ներհայեցողության վրա հիմնված սիրային միություն է։ Թեև 8-ն էլ 7-ն էլ հակված են լրջության, սակայն նրանք միմյանց չեն ձանձրացնում և չեն հոգնեցնում ավելորդ հույզերով։ Այս համակեցությունը ամրապնդվում է փոխադարձ վստահության ու լռության մեջ միմյանց հասկանալու ֆոնին։ Երբ հանդիպում են 2 8-երը, սա թեև կողմնակի դիտողի կողմից թվում է ծանր, բարդ միություն, սակայն սա շատ ամուր հիմքերով սիրո համակեցություն է։ Թվում է այստեղ բացակայում են հույզերը, սակայն նրանք միմյանց պահում են սիրո, ջերմության, ուշադրության կենտրոնում։ Այստեղ կա միայն կենցաղային շատ ժամանակ հատկացնելու մոլուցք երկուսի մոտ էլ, որը երբեմն նրանց մոռացնել է տալիս միմյանց մասին։ Երբ հանդիպում են 8-ը և 9-ը, սա կատարյալ միություն է, եթե նրանք միավորեն իրենց ուժերը մեկ նպատակի շուրջ։ 8-ը խնդիրների լուծմանը դիմում է բազմակողմանի վերլուծելուց հետո, իսկ 9-ը դրանց ձգտում է արագ լուծում տալ։ Նրանք պետք է իրենց անհամաձայնությունները շրջանցեն և կառուցողական զրույցով հաղթահարեն դրանք։ Այս ծիրային համակեցությունը ամրապնդվում է փոխզիջումներով։